Ինչ եք կարծում, ապրիլի 1-ից 10,000 դրամով բարձրացված թոշակները ինչ որ ձև կապ ունեն գալիք ընտրությունների հետ։ Կաշակ տվին, որ ընտրությունների բանն էլի 3 տարի է, թոշակները չեն բարձրացրել։ Մի ասում 10,000 բարձրացրել ենք, բաժանում ես 3 տարի դառնում է 3,000 դրամ, չէ՞։ Այն ինչի է հիմա արել։ Նախաշեմ են ընտրությունների։ Էտա ուրիշ ոչ մի բան չկա։ Օրենքով պետականորեն աշկակապությամբ կաշառք հատալի, վсё։ Ճիշտն ասեմ, տղեկ ջան։ Թոշակի սերեսը տալուս եմ լուսին գազի, չմրսեմ հիվանդանամ։ Որն մի քիչ շատ էլ որ գատել են, թոշակարում մի քիչ բարձրացել են, գոն տավար միս դարը հես նոր հարցերի 5,000 դրամ։ Ეხերս մարդը ինչով առնի 5,000 տա։ Որ 2 կիլո միսարնի, તો հաջողություն ալի թոշակ բարձրացեն գոյակվեմ ժողովուրդը մեղքին, դա պրոբլեմ ցավը տանեմ։ Ես աշխատում եմ հազիվ կարողանում եմ, իհարկե չէ, հաստատ չէ։ Ես ահագին թոշակ եմ ստանում, բայց էլ չի բավարարում։ Հենց կոմունալներն ու հարցերը ահագին փող են, հիմա ամեն ինչ թանկացել է ցավը տանը։ Չի երիքում, որից է երիքում, կյանքիդ վերնեմ։ Ոնց է երիքում։ Ես հասակի ես այդպես գործի, հիմի գործ եմ ուզում այդամ։ Աշխատում եմ։ 84 տարեկան եմ, գնում եմ գործի։ Որ երիքաներ կնստեի տուն էլի ցավը տանեմ։ Երիք չի անում։ Բազարը մտնում ես, միսը լավ 5,000։ 4,900 դրամ է, փափուկ միսը։ Իմ թոշակով ես ինչ պետք առնեմ, ոչինչ։ Ուզում 200 լավ են արար, սերրանո չեր հերիքելու։ Ինչու։ Որովհետև չես հասկանում, ամեն ինչը դրսից եկած պամիդորը 500 դրամ է, արամուսի աճեցրած պամիդորը 2,000 դրամ է։ Ոնց կարանք մենք դրանով ապրենք, այդ 2,000 դրամանոց մարդ ենք, պետք է ինչ որ մի բանից օգտվենք։ Դե միսը սարքել են հեսա 4,000, հետո տելևիզորով խոսում են, որ մինչև 6,000 սարքելու է։ Ես ինքս գյուղացի մարդ եմ, գյուղում կթիկով չի մնացել, այդ ցավը տանեմ։ Որ դու ցերիքի, եթե ամեն ինչը թանկ է։ Եթե ամեն ինչը թանկացել է, էլ որ ուզք է հերիքի։ 10,000 դրամը թոշակների, դա ոչինչ չի նշանակում, մարդիկ մնում են սենց, ինչն է փոխվել կյանքում մարդկանց, ինչ է փոխվել, ոչ մի բան, այդ ոնց է, այն հարուստները լավ են ապրում, իսկ այն միջին մարդիկը չեն կարում ապրեն, որպես ոնց որ պետն է, անդադ գները բարձանում, անդադ ամեն ինչը բարձանում, ինչի համար, ես ինքս աշխատում եմ, իմ աղջտավարձը մենակ եմ ապրում, իմ աղջտավարձը ինձ չի երիքում։ Չի երիքում, բացարձակապես չի երիքում, մի հատ շուկա եմ մտնում, դուրս եմ գալի, 20,000 ծախսում եմ, առածս էլ մի բան չի։ Թարխունը 200 դրամ է, 180 դրամ է, միսը այսքան թանկացել է, ու մեր ղեկավարը ասում է, եթե չկա, չեք կարում, կարակ ուտեք, սոխ կերեք, դա ասելու բան է, ինչ արե, ոչ մի բան էլ չի արե իր ազգի համար։ Ոչ մի բան։ Գիտես ինչ ես նենց վատ զգացի, որ ասում 10,000 թոշակառուն տանք ինչ է անելու, իսկ ինչի թոշակառուն մարդ չի, չէ որ այդ թոշակառունների մեջը կան պաշտոնով մարդիկ, խելացի մարդիկ, մանկավարժներ կան եւ այլ մարդիկ կան, որ ապրում են շատ նեղ, շատ ցավալի է։ Ես օրինակ սրանից մի շաբաթ առաջ քաղաքում էի, մի հատ պապիկ տեսա շատ արիստոկրատ մարդ էր, ինքը շատ ու ին վրա շատ ազդեց այդ օրվանից էլի, ոնց որ մի տեսակ սենց վատ զգացի հոգե պես էլի, ձերքը պարզած փող էր հավաքում, ու իր դեմքին որ նայում էր, ինքը զգացվում է, որ ինքը ինտելիգենտ մարդ է եղել։ Դա ուրիշ նպատակների համար է, ինչի համար է, չեմ կարող ասեմ։ Մի խոսքով առայժմ հələ ոնց որ թե էլի չի երիքում կարելի է, որ Ինչ նպատակներ կա, տրակաշարքեր ընտրություններից առաջ։ Ես չեմ կարող դա պնդեմ, էլի, բայց ընտրակաշարք է, ընտրակաշարք չի, ուզում ասեմ մի քիչ ուշ ձեռնարկեցին իրանք այդ բանը, էլի, մտքին երևի չկար, հիմա կա, նման մի բան է ստացվում, էլի, ոնց որ դուք եք ասում։ Սա մեր այս կառավարության հերթական մանիպուլյացիան է եւ ընտրակաշարք ես կհամարեի, քանի որ
նրանք հասկացնել են տվել ժողովրդին, ով որ ուղեղ ունի, թող հասկանա, ով որ ուղեղով մտածում է, ով որ կարող է վերլուծի սրանց ասածներն ու արածները։ Սա լինելու է միջև ընտրությունները։ Ընտրություններից հետո ժողովուրդ ջան, թանկացումները ավելի վատ լինելու, մեր վիճակը ավելի վատանելու, մենք գնալու ենք դեպի թրքացման։ Ժողովուրդ ջան, ես ձեզ կոչ եմ անում, վերջապես, դանակը ոսկորին հասել, անթեն ամեն ինչից անցնում է, խելքի եկեք ժողովուրդ ջան, սա ընտրակաշարք է, որպես բաժանում են այս 10,000 դրամները, նույն էլ ես կասեի, կնշեի, նաև այդ 64-ից հետո, որ ձերի 64 պլյուս է, որ իբր թե ձերի բան են ստանում, առողջապահությունը։ Այս խունտան, վարչապետի խունտան, ուրեմն մեր ժողովրդին համեստությունը եւ համբերությունը շահագործելով մեր գլխից ամեն ինչ խաղում է։